Քարոզարշավի 5-րդ օրն է։ Փողոցից փողոց, ավտոբուսից ավտոբուս են տեղափոխվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց հավաքում եք, չեք տալիս։ Գրկախառնությունների, ողջույնների ու ջերմընդունելության հակառակ կողմում պատկերն այլ է։ Դժգոհ են Հայաստանի քաղաքացիները։ ՔՊ-ն չի արդարացել նրանց սպասումները։ Երբ ձեր ձերբակալում էին։ Հա։ Ինձ էլ շատ մոտ է կանգնած ձերքը ջարդել էին։ Լուրջ։ Այո։ Ես ձերքը ջարդացել ձեր գալսի ձեր ցերին։ Սա ասում նրա համար որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հա։ Հիմա այդ պահ զգում եմ որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ 2018 թվականին Փաշինյանին պաշտպանելիս ձեռքը կոտրած քաղաքացին Փաշինյանին հեռանալու կոչ է արել քարոզարշավի ժամանակ։ Հետո հերթով ներկայացրել պատճառները։ Արցախի կորուստ 5000 տղաների կյանք խլած պատերազմ։ Չէր հասցրել ավարտել քաղաքացին իր խոսքը, երբ Փաշինյանը հունից դուրս եկավ։ Մի րոպե, եւ այն որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ասում եք, այդ նշանակում է որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն, որտեւ եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Ժողովրդավարության մասին բղավելուց րոպեներ անց մեկ այլ միջադեպ գրանցվեց։ Ոստիկանները ուժի կիրառմամբ ձերբակալեցին Նիկոլ Դավաճան վանկարկող քաղաքացուն։ Չես լսում։ Նիկոլ Դավաճան։ Ինքը չի փախչում, հասկանում ես։ Ապե։ Լթո։ Ապե կանտել հանի մտնեմ անգամ։ Կհանես կանտել։ Դե արի հանի։ Ով չմտնի մուսորը։ Ասում ով չհանի, ով չմտնի մուսորը։ Այ դերս կապտա։ Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ-ի համար անակնկալներն այսքանով չավարտվեցին։ Բնակիչները դժգոհ են նաև Երևանի քաղաքապետից ու քարոզարշավի ժամանակ ասացին այդ մասին։ Դու քաղաքապետ ես, Դու հանգիստ մի հատ տոները տիչած։ Շնչի արտա շնչի։ Ես։ Մատ հանգստան։ Ջուրը մոտ։ Ջուր տվեք այս։ Ես Հասկաց։ վիճակի չեմ ուծել։ Հասկացանք մի տարապի հանգստացի, ջուրը խմի։ Ոտքով շրջելուց հետո ուրախ ավտոբուսի ուղևորները նստեցին հանրային ավտոբուս։ Քարտեզ էին բաժանում քաղաքացիներին, բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Հայաստանի նոր քարտեզը։ Օրավարտին ՔՊ-ն ամփոփեց քարոզարշավի 5-րդ օրը։ Քաղաքացիների հետ հանդիպումներից հետո անցավ կոպիտ խոսույթի։ Այս անգամ թիրախը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ Աբովյանում, Արինջում, գլուխներ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուտ երկարել, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք, եւ բերելու եք դրել պատասխանատվություն։ Ի պատասխան Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը ծիծաղել է, ասում է, չի գցելու իր կլասն ու պատասխանի նրան։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։